Պարոն Դանիելյան, Գյումրիում վաղը ավականու առաջին նիստն է, ինչ զարգացումներ դուք սպասում, որովհետև Ալեն Սիմոնյանը օրինակ ասեց Վարդան Ղուկասյանի ճիշտ տեղը բանտը պետքա լինի, ինքը պիտի բանտում լիներ։ Իրենք իրենց ապագան են կանխագուշակում, այսինքն այն հանցանքները, այն արհավիրքը, որ բերել են մեր ժողովրդի գլխին, դա ոչ թե 1, 2 տասնյակ հատորներ պետք լինելու, որ այդ մարդիկ այդ գործերով անցնեն։ Հլա իշխանափոխությունից հետո շատ բան կբացահայտվի եւ հիմա էլ իրենց գործունեությամբ ակնհայտ է դառնում, որ այս մարդիկ ինչ ճանապարհով են տանում մեր երկիրը եւ ուզում եմ իրենց հիշեցնել, որ իրենք թող իրենցով զբաղվեն, իրենք թող զգան, օրինակ հասկանան, թե Արցախը ուրեմն գործնելուց հետո իրենք ինչ հոդվածներով են անցնելու, որ կորցրել են Արցախը, որ նվիրաբերել են Արցախը, այդքան մատաղ սերնդին, իրենք ինչ հոդվածներով են անցնելու, այդ դրա պատասխանատվությունը ու հիմա էլ ծառայում են ուրեմն թուրքական, ադրբեջանական շահերը ստեղ սպասարկելով։ Չեն ընդունում, որ Արցախը իրենք են հանձնել, իրենք ասում են, որ Շահրամանյանը լուծարեց Լեռնային Ղարաբաղը, Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը շատ ոգևորված էին այդ փաստից, որ իշխանություն են վերցրել Արցախում, ասում են նույնը շարունակելու են Հայաստանում, սա է իրենց թե մեկնաբանը դա մեկնաբանելու բան էլ չի, ստորագրել է մարդը, ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, հետո այդ մարդը ուրեմն ես ուզում եմ հիշեք Էրդողանի հետ հեռախոսազանգը իրա ու Էրդողանի պատերազմից առաջ եւ շատ բաներ էլի, հիմա Արցախին մենակ թողել եւ մարդիկ 8-9 ամիս սոված ծարավ եկել են հասել այդ վիճակին, եթե թույլ տաք ես էլ գնամ հայտարարություն։ Շատ լավ, շնորհակալություն։